Ձեր մասնագիտությունը մի տեսակ նաև խոցելի է, այսինքն մարդը ում հետ աշխատում եք, ինքը նաև դե որ քնած է, անզգայացած է, հիմա դա հեշտացնում է գործը, թե մարդուն ավելի խոցելի է դարձնում իր հետ, այսինքն աշխատելիս։ Մյուս բժիշկների պարագայում դե գոնե մարդը ձայն կհանի, ցավի մասին կասի, այսինքն հաղորդակցություն կա։ Ձեր կողմից ոնց որ իրավիճակի տերը լրիվ դուք եք, պատասխանատուն տվյալ մարդու այդ վիճակի համար եւ վիճակից դուրս գալու Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, երբ որ շատ տարածված են նարկոզները, իհարկե հիվանդը քնած էր, քո հույսը, հավատը, քո պուլսն է, ճնշումն է, որոշ լաբորատոր տվյալներ, որը հնարավոր է անել, կարդիոմանիտորներն, որ դա այնպես ոնց է սիրտը, ոնց է հեշի, այն վատ նարկոզի տակ հիմա շատ բարձր տոկոս գալիս է պերիդուրալ կամ սպինալ ցավազրկման։ Թե արդեն հիվանդը հղիներին չասենք հիվանդ էլի, կանայք իրանք մասնակցում են իրանք վիրահատմանը, իրանք լսում են։ Եթե առաջներում խիրուրգն ու անեստեզիոլոգը կամ իրանք իրար մեջ կարային ոչ այնքան կոռեկտ բաներ խոսային։ Դե հումոր անեին։ Даже եթե հումոր, այդ մարդը ստրեսի մեջ պարկած հումորը էլի, այն վաղտ կարային իրանց թույլ տային, իսկ հիմա դրա տակ չեն կարող, ամեն ինչ լսում է ու շատ սուր է ընդունում, դժվարացել է գործը։ Դժվարացել է, էլի։ Դուք ասում եք, ես հենց մտովի իմ փորձն եմ գնում, այո, մասնակցում ես, լսում ես, հաղորդակցվում ես Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ եւ մի կես դարից ավելի պատմություն մասնագիտական, որին կանդրադառնանք, բարի օր ձեզ բժիշկ պատիվ եմ հանվարում, որ եկաք։ Ես ձեր կենսագրությունը երկար նայեցի, շատ երկար նայեցի, հաշվարկներ արեցի, ստացվում է, որ դուք իմ ապրած կյանքի չափ միայն աշխատել եք ոնց որ ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում, այն էլ սովորական հիվանդանոցի, չէ, մոր եւ մանկան, այսինքն ձեր գործը առնչվել է նորածինների հետ, հղիների հետ, շատ դժվարին աշխատանք է, մշտական ստրեսից մշտական ինչ-որ տասնամյակների ստրեսից հետո ոնց եք այսպես բարի, հանգիստ մնացել, այդ գաղտնիք պիտի ունենա որ։ Երևի դա այլ բնավորությունից էլ է գալիս, ապրած կյանքից էլ կարող է լինի, քանի որ բավականին լուրջ կյանք եմ ապրել ես, աշխատելով շատ տեղերում եւ ոչ միայն բժիշկ, դպրոցական տարիներից սկսած, երևի դից էլ գալիս է։ Դե հետո փորձը ինձ բերեց նրան կյանքս, որ ինչքան շատ ես խառնվում, այնքան քո էֆեկտիվությունը ցածր է լինում։ Մի բան որ պետք է անես։ Սառը գլխով։ Ամեն տեղ, անկապ նրանից է դու օպերացիոնում ես, ռեանիմացիոն պալատում ես, փողոցում ես, թե ղեկին ես, օրինակ։ Խառնվել չկա։ Ամեն պահին դու պետք է գտնես ելք։ Այն ելքը, որ ոչ մեկին վնաս չտաս ու քեզ էլ վնաս չտաս, էլի։ Երևի տենց է։ Մասնագիտական ինքնայրում էլ չունենաս, ձեզ էլ եք պահպանել, ինքնայրում, եթե ունես, պետք է կողքինները չտենան։ Ոչ չկա, ոնց կարող է ինքնայրում չլինի։ Կյանքում նամանավանդ վիրահատան սրահում, նամանավանդ պալատում, ծնարանում հատկապես կանայք շատ վատ բնավորություն ունեն, կարան արնահոս են։ Մեղմ ասած։ Կարան ուշները գնա այդ պահերին, եթե ով ինչ խառնվում է, բոլորը հայացքները գցում են դեպի անեստեզիոլոգին։ Պետք է այդ պահին ես եմ ուրեմն ինձ, եթե ես չեմ ուրեմն մեր տղերքից կամ աղջիկներից մեկն է։ Բավականի ծանր մասնագիտություն է, բավականի։ Գիտեք ինչ է ինձ հետ։ Բայց չեմ ափսոսում այդ եմ ընտրել։ Հաստատ։ Չեմ ափսոսում։ Անեստեզիոլոգիան բժշկության այն բանն է, որ անգամ բան պետք է իմանաս թերապիա, անատոմիա, ֆիզիոլոգիա, պաթոֆիզիոլոգիա, ֆարմակոդինամիկա, ֆարմակոլոգիա, ով ոնց է ինչ աշխատում, հələ դրան պլյուս երեխա հղի կին։ Չէ որ հղիկինը դա հիվանդություն չի, դա հպարտությունը առաջի հերթին, բայց սասվայի մի պրիչին դալում, էլի, հղի կնոջը ամեն ինչ ներելի է։ Ամեն ինչ ներելի է, ամեն ինչ կարելի է։ Եթե կարաք, հա,
բայց ներելի է միանշանակ իրանք բացի ամեն ինչից ստրես են տանում, չէ՞։ Ստրես են տանում, դա սովորական բան չի, ասենք դու ամենաշատը մի քանի անգամ հղի լինի, բայց կյանքը երկար, այդ դա իր ստրեսորն է, բայց համել հանգստանում է։ Ну ամենատուս իրանք տենց են ասում, էլի երբեք հղի չեմ եղել։ Կա այդպիսի բան։ Ամենածանրը ջայր մահանումը ոչ թե սպանում ենք այդ մահանումը, ծանր սրտային, ծանր թոքային, լյարդը դուրս եկած շարքից երիկամները ամենահաճախն է իմիջայլոց երիկամները միշտ չի ստացվում էլի, միշտ չի ստացվում, բայց դե հիմա իջնես, բացադրես, իպրոչե, իհարկե մեծ կոնֆլիկտների մեջ եղել ենք, դադարաններ ենք երկու անգամ, եղել է։ Ձեր գործի ամենադժվար պահն է երևի, ամենադժվար։ Պատկերացրեք դադարանը եւ օրգանները ընկնել ավելի ծանր հիվանդի հետ աշխատելը։ Գիտես ինչ պիտի անես, գիտես ինչ պիտի չասես։ Այդտենց եղել է, իհարկե եղել է մենակնեսի որ ես եմ եղել, չէ, միշտ ես ինձ կցել եմ այդ գործի մեջ, դաժե եթե եղել եմ տունը, միշտ ես եմ ինձ չեմ պահել դուրս կամ կողել, չէ, էլի դա։ Բայց որ ամեն ինչ արած ես լինում կյանքը փրկելու համար, դե մի բան էլ քեզ են մեղադրում, դժվար է, շատ դժվար է։ Գիտեք, որ ես դա հասկանում եմ, եւ վերջին հաշվով երկու հոգի է մտնում մեզ մոտ, պետք է երկուս էլ դուրս գա, չեմ ուզում ավել նոր տասեմ, բայց անցյալ տարի մանկաբարձության համար լավ տարի էր Հայաստանում, ունեցել ենք մի, այդ գիտեք ինչ թիվ է, մոտենում ենք նորվեգիաներին, տենց թիվ չի եղել, Սովորության ուժով ամեն դեպքում հաշվում եք, չէ՞, այդ հաշվետվությունը մտովի ամեն տարի պահում եք։ Ամենամեծ հաշվետվության բանն է, ծանրը։ Չէ, դուք ձեզ համար հետ եք հաշվել գործից, բայց միևնույնն է պահում եք։ Բայց սա ես նկատի ունեմ այդ վերջերս իմացա, որ մի մահ է եղել ռեսպուբլիկայում, ոչ թե մեզ մոտ։ Ու էլ չփորփրեցի ինչ։ Գիտեք ինչ կա, մարդիկ կան, դեպքեր է եղել մեզ մոտ, որ եկել են ընդունարան, ես մտել եմ, տեսել եմ այն կապուտ գույնին, այսպես նստած հաշվար, շնչում և հղի, զանգ եմ տվել, նորք մարաշի տնորին եվաղ դիդը Կարպովնան էր, ասում դիդը Կարպովնան սենց բանա, ինչ անենք, ասի բերենք քո մոտ կեսարյան անենք, ասեց հլը դες մասիրգի չի եղի իմ մոտ կեսարյան։ Սրտաբանականում կեսարյան։ Գիտեք քանի դեպք ունեցանք, հետո, դրանից հետո, դրան դրեցինք շկորի թթվածինով բանով տարանք, իրանք էլ վաղեցան, որ այդ տեսան, վերջը շատ չի երկարացնեմ, բարեհաջող եղավ երեխային, կեսարյանարինք երեխուն վեկանանք, վերինք մեր մանկականը, ինքը մնաց իրանց մոտ, դե արդեն իրանք իրանց գործը արեցին, այդտենց այսպես ասած ճամփեն բացվեց, երևի մի 7-8 դեպք արեցինք ընդե կեսարյան հատում։ Իսկ ուրախալի պահը, ամենաուրախալի, հաշվել եք, քանի հոգի է, այսպես ասած, ձեր ձեռքերով, այն էլ բարդ ծնունդները, որ այսօր արդեն մեծ մարդիկ են, չեք պահել։ Չեմ հաշվել, բայց ասեմ ձեզ, տարիները անցել, եկել են ասել են, ինձ հիշում ես Սիրգեյ պատվակային, ասի դեմքը ծանոթ է, բայց ինչ եմ որ չեմ հիշում, իրանք են հիշացնում, իհարկե կա դեպքեր, որ ես հիշում եմ, որ մի անգամ հրավիրեցին Բանգլադեշի ծննդատուն, դեպքեր անցնում, ես 15 սուտկա, չեմ դուրս եկել ընդեղից, պրոստը չեմ դուրս եկել, վաղտներս բերետ կողքում մադավ ընկեր ունեի, գտում էի կնդե հաց էինք ուտում, գալիս էինք, էլի, կամ իրանք էին բերում տերերը, էլի, մետել է, էլի, կարել է շատ բան ասել, էլի, Իսկ ամենաուրախալի պահը բժշկի համար ձեր ոլորտի։ Գիտեք ինչ, ես առաջի տարիներ աշխատել եմ ոնկոլոգիայում, ամենաուրախալի պահը ասեն, չէ,
արդեն կարող է սովորել եք այս երեխու առաջի Ոչինչ, արդեն կա։ երեխու առաջի ճիճը բանը սովորական դառավ։ Արդեն դե կեսարանը անում է որ երեխու ճիճը լսեն։ Ուրախալի է, Վերջին պահը։ հաշվով, հա։ Ընդ կարգանդը կրճատվի, հա, վենի քիչ եւ Բայց այդ երեխայի ճիճից բժիշկն էլ է ուրախանում։ Բավոնց։ Բժիշկը չէ, սա օպերացիոն է։ Հենց ձենը լսում են մի մոմենտ կանգնում է գործը, շարունակվում է։ Դե 3 սեղան աշխատում է այդ։